Եթե դու հոգնած ես, բայց չես հասկանում ինչից, սա քեզ համար է։ Մենք սովոր ենք մտածել, որ հոգնածությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ է կապված կամ, չգիտեմ, գրաֆիկով աշխատանքի, բայց ես ինչ-որ պահի հասկացա, որ շատերս հոգնում ենք մտածելուց, անկեղծ չափից շատ մտածելուց։ Երբ որ գլխում խառնաշփոթ է, տեսնես այս քայլը ճիշտ եմ անում, ինչ կասեն մարդիկ, ինչու են բոլորը հաջողակ ես չէ, երբ ենք փակելու այդ անտեր պարտքը ու այսպես անverջ։ Ու արդյունքում ուղեղը երբեք չի անջատվում, նույնիսկ ժամանակ ու մի շրջան ես առավոտյան արթնանում էի ավելի հոգնած, քան քնելուց առաջ էի, ոնց որ հոգեկան գերհոգնածություն լիներ։ Ինչ արեցի ես, նախ անալիզներ հանձնեցի, որ համոզվեմ առողջական խնդրի հետ չի կապված, հետո սկսեցի ամեն օր գրել իմ այդ օրվա անելիքները, կետ առ կետ, նույնիսկ այն ամենափոքր մանրուքները, իսկ ազատ րոպեները սկրոլ անելով չանցկացնել, սա շատ կարևոր է ու պարզապես հանգստանալ։ Փորձեք գուցե ձեզ էլ օգնի եւ ուղարկեք գուցե ուրիշին էլ օգնի։